Հակակոռուպցիոն հասարակական ասոցիացիան Թափանցիկություն Ադրբեջանը, որը հանդես է գալիս որպես Transparency International կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղ, կլուծարվի։ Բաքուն Transparency International-ին մեղադրել է կողմնակալ, ոչ համապարփակ ուսումնասիրված դիրքորոշում ցուցաբերելու համար։ Թափանցիկություն Ադրբեջան կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականի հոկտեմբերին։ Transparency International-ում հավատարմագրվել է որպես լիարժեք տեղական բաժանմունք։ Կազմակերպությունը հայտնում է, որ իր առաքելությունն էր ուսումնասիրել Ադրբեջանում կոռուպցիայի պատճառներն ու ձևերը, ինչպես նաև այդ վտանգավոր սոցիալական երևույթի կրճատման ուղիները։ Անկարան պաշտպանում է Ուկրաինայում արագ հրադադարի, ցամաքում, օդում, ծովում հարձակումների դադարեցման գաղափարը, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մենք ընդգծում ենք ամուր դիվանագիտական շրջանակի կարևորությունը, որտեղ երկու կողմն էլ պայքարելով արդար, տևական եւ արժանապատիվ խաղաղության համար կնստի բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է նա։ Էրդողանը նաև կրկնել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ ուկրաինական հակամարտության կողմերի միջև, ներառյալ բանակցային գործընթացը Ուկրաինայում արդար, տևական եւ արժանապատիվ խաղաղության հաստատման գործում։ Էրդողանը նաև նշել է, որ եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ համատեղ։ Նրա խոսքով Թուրքիայի դուրս մնալը Եվրամիության պաշտպանական եւ վերակառուցման ծրագրերից անհիմն է եւ անընդունելի։ Նա նշել է, որ անհրաժեշտ է վերսկսել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, ընդգծելով Անկարայի ռազմավարական դերը եվրոպական անվտանգության եւ տնտեսական հարցերում։ Միացյալ Նահանգները ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Կիևին տրամադրել է 114 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում ռազմական հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, հավելելով, որ այդ թիվը չի համապատասխանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած տվյալներին։ Այսօրվա դրությամբ Ուկրաինային ամերիկյան օգնության ընդհանուր գումարը կազմում է 114 միլիարդ դոլար, ոչ 300 միլիարդ դոլար եւ ոչ էլ 500 միլիարդ դոլար։ Այդ գումարի 2/3-ը հատկացվել է ռազմական տեխնիկայի մատակարարմանը եւ այդ գումարի 2/3-ը ստացել են ամերիկյան պաշտպանական ընկերություններն, ասել է նա։ Պոդոլյակը հավելել է, որ հակամարտության ընթացքում Կիևը ստացել է ինչպես ռազմական, այնպես էլ ուղղակի ֆինանսական օգնություն։ Նա նաև նշել է, որ Կիևը ներողություն չի խնդրի Վոլոդիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Սպիտակ տանը տեղի ունեցած վեճի համար։ Զելենսկին եւ ձևով եւ բովանդակությամբ միանգամայն ճիշտ էր, փորձելով մեր ամերիկացի գործընկերներին փոխանցել առանցքային գաղափարը։ Ոչինչ չի արվի առանց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու, հնարավոր չէ դրական արդյունքների հասնել հույս դնելով Մոսկվայի կամավոր զիջումների վրա։ Այսպիսով մենք ներողություն չենք խնդրի ենթադրյալ սխալի համար, որը տեղի չի ունեցել, հայտարարել է Պոդոլյակը։ Մոսկվան կարող է միջոցներ ձեռնարկել Եվրամիության ռազմականացման դեպքում, հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Եվրամիության ռազմականացումը տեղի է ունենում հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Սա իհարկե կարող է մեզ համար խոր մտահոգության թեմա լինել եւ անվտանգությունն ապահովելու համար համապատասխան հակաքայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն լինի, ասել է նա, պատասխանելով ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման Եվրամիության ծրագրերի մասին հարցին։ Ավելի վաղ Եվրամիության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնություն են եկել ռազմական ծախսերը կտրուկ ավելացնելու ծրագրի շուրջ։ Եվրամիության ղեկավարներն աջակցություն են հայտնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած ծրագրին, ըստ որի պաշտպանական կարիքների համար նախատեսվում է մինչև 800 միլիարդ եվրո հատկացնել։ Մերի Ներսիսյան, լուրեր։